նույնիսկ եմ կրկնում, Անդրեյ պետք է բոլորը հասկանան։ Այս մարդը հիշեք թե ինչ էր ասում ժամանակին Արցախը Հայաստանը եւ վերջ հիմա ասեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Հիմա ինքը դոշին կպցրած Հայաստանի քարտեզը բոլոր տեղերում գնում է, դա բոլոր աշխարհի բոլոր փորձագիտական շրջանակները արձանագրում են, որ եթե մարդը այդ բանը դնում է, դա նշանակում է այդ մարդը սկսել է կասկածել, որ ինքը կարող է պահել այդ երկիրը։ Դա շատ կարևոր հանգամանք է, որ բոլորս հասկանանք։ Սովորաբար ընդհանրապես մարդը սովորաբար իր դոշին դնում է իր երազանքը, օրինակ եմ ասում, մարդը կարող է դնի մեծ Հայաստանի երազանքը։ Օրինակ ասենք վրացիները դնում են իրենց ամբողջական երկրի բանը քարտեզն են դնում, ցույց տալը, որ իրանք չեն մոռանալու Աբխազիան կամ չգիտեմ Հարավային Օսիան։ Հույները կարող դնեն Կիպրոսի նշանը, որ ուզում են ցույց տան, որ ամբողջ միացյալ Կիպրոսն են ուզում, որը հասկանալ է, այսինքն մարդը դոշին դնում է իր երազանքը, որը դեռ չկա, բայց ինքը ձգտելու է դրան հասնել։ Երբ որ մարդը դնում է Հայաստանի գործող քարտեզը, որը ինքնիստիկյան պարզ է, դա նշանակում է, որ այդ մարդը արդեն ինքը ստեցան կասկածի տակ է դրել, որ այդ երկիրը ինքը կարողանալու է պահել։ Սա բոլոր, ո՞ց եմ ասում, ոչ թե Հայաստանի, Ռուսաստանի, միջազգային բոլոր հոգեբաններին, փորձագետներին հարցեք, իրենք այդ հարցի պատասխանը ձեզ կտան։ Պարզապես սա մեծագույն խայտառակություն ու ամոթ է մեր ժողովրդի համար, որ մենք ունենք մի անձնավորություն, դուք տեսել եք աշխարհում մի մարդու, որ երկրի քարտեզով տանի որևէ տեղ դնի։ Երկրի դրոշ են դնում, երկրի սիմվոլիկա են դնում, բայց երկրի քարտեզ, դուք տեսել եք, այդ նման բան չկա։ Ոչ փոքր երկրների, ոչ մեծ երկրների, ոչ միջին երկրների պարագայում նման պրեցեդենտ չկա, դա միակ պրեցեդենտը մենք ենք արել, որը մենք այս խայտառակությունով հայտնվել ենք կարմիր գրքի մեջ։ Շատ լավ, եւ